Ողջունում եմ քեզ ելի եկեղեցի մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ աղոթում եմ, որ Տերը այսօր օգտագործի իմ շուրթերը եւ խոսա այն կամ խոսեցնի այն, ինչը որ նրա կամքի մեջ է, եւ դու իրականում բոլորս այստեղից օրհնված գնանք, փոխված գնանք եւ մենք լինենք ուրիշը։ Ամեն։ Ով է հիշում անցած կիրակի ինչի մասին ենք խոսում։ Սատանայի մարտավարության մասին եւ ինչի մասին ենք խոսում։ Հա? Ինչու է չարը մոտենում, հիշում ես։ Ինչու է չարը մոտենում։ Մի բան սովորեցինք, հա? Մի բան հիշում ենք անցած քարոզից։ Դու օրհնված ես։ Եվ ես խոստացել եմ, որ այսօր խոսեմ նրա մասին, թե երկու հարցերի շուրջ ում է մոտենում եւ ինչպես է մոտենում չարը։ Նախ ասեմ, որ չարը մոտենում է բոլորին։ Բոլորին անխատիր։ Սակայն խոսենք դրա մասին, թե որ փուլի մեջ, ինչպես եւ ինչու է մոտենում։ Չէ որ յուրաքանչյուր մարդ ունի փուլեր։ Յուրաքանչյուր քրիստոնյա ունի փուլ, կյանքի իր փուլը։ Եվ ամեն մի փուլի մեջ մենք յուրատուկ ենք։ Ամեն մի փուլի մեջ մենք մի ուրիշ ձև խոցելի ենք կամ ուժեղ։ Դրա համար խոսենք սրա մասին, թե որ փուլի մեջ չարը ինչպես է մոտենում եւ ինչու։ Կա մի թյուր կարծիք եւ քրիստոնեական ռոմանտիկա, որ թե ինձ չի կարող մոտենալ սատանան։ Կա այդպիսի մի բան, չարը չի կարող ինձ մոտենա, սատանան չի կարող ինձ մոտենա, ու հետո նայում ես այդ մարդը որոշ ժամանակ հետո գնաց ու ընկավ։ Սա ռոմանտիկա է, սա սխալ է եւ իրականում չարին դա ձեռ է տալի, որ մենք այդպես մտածենք։ Լինում են մարդիկ կամ եղել են այդպիսի մարդիկ, թե բա ես նրան այն որ ջախջախել եմ, ես նրան նամակ եմ գրել, ու ասում են այսպես սատանա ես քեզ նամակ եմ գրել, չես հավատում, կոշիկներիս տակ գրված է դա կարդա։ Դա նույնպես սխալ մոտեցում է, թյուր մոտեցում է եւ ինչ որ միտեղ քրիստոնեական ռոմանտիկա է, կամ սատանա դու ոչնչություն ես, այսպիսի բաներ են անում։ Իրական նորից եմ ասում չարին սա ձեռ է տալի, որ մենք այդպես մտածենք, որ նա ծաղրածու է, որ նա ոչինչ է, ոչնչություն է։ Նրան ձեռ է տալի, որ մենք մտածենք, որ նա ամենակարող է եւ ամենատես, ամենագետ է, ամենազոր է, կամ նրան ձեռ է տալի, որ մենք մտածենք նա ուղղակի ծաղրածու է։ Մենք պիտի քաշ գիտակցենք, որ գործ ունենք ոչ թե մի ծաղրածուի հետ, այլ գեր խելացի մի մեծ բանակի հետ։ Այո, մենք գործ ունենք ոչ թե մի ծաղրածուի հետ, այլ գեր խելացի մի կազմակերպված բանակի հետ։ Եվ դա ճշմարտություն է։ Նրանք համագործակցել գիտեն չարի բանակը եւ դևերը։ Հիշում ես, ասում է չարը դուրս եկավ, գնաց, զբոսնեց, հետո հիշեց, նա հիշողություն ունի, կամք ունի, գնամ իմ տուն, սեփականության զգացողություն ունի, եւ եկավ տեսավ տունը դատարկ եւ մաքուր, նա գնահատել գիտի իրավիճակը, դատարկ, մաքուր, հետո նա բանական է, նա հետ գնաց, իրանից ավելի չար 7 հոգի վերցրեց, նրանք հաղորդակցվել գիտեն, եւ հետո հետ եկավ եւ բնակվեց եւ այդ մարդու վերջը ավելի վատ եղավ։ Դրա համար միշտ չի, որ մենք այսպես պիտի մտածենք, որ սատանան միշտ պարտված է, խորտակված է եւ այլն եւ այլն։ Ես ուզում եմ մի տեղ ուղակի կարդալ, որպես հիշեցում Հռոմեացիների 16-ի 20-ը։ Գրված է. «Եվ խաղաղության Աստված թող շուտով սատանային ձեր ոտքերի տակ խորտակի»։ Դες գրված չի նախ թե խորտակված է, նա ձեր ոտքերի տակ է, տրորեք նրան ինչքան կարող եք ձեր ոտքերը սրբեք։ Թող նա լինի ձեր տան դռան են welcome-ը որ կա է, welcome։ Սրբեք ու մտեք, չէ։ Մենք պիտի քաշ գիտակցենք, գրված է, չէ՞ շուտով։ Գրված է։ Շուտով։ Ռուսերենում վսկորիա։ Այսինքն եթե հակառակ լիներ Պողոս Արաքյալը կասեր պարտված է մեր մերը չէ, իսեր աստծո։ Սատանան պարտված է, գնացեք ինչ ուզում եք արեք, դուք հաղթական կյանք ունեք։ Այո, մենք հաղթական կյանք ունենք Հիսուս Քրիստոսում։ Հիսուս Քրիստոսով, եթե այսօր խոսանք այդ եթեի մասին։
Աստվածաշունչը մեզ այլ բան է սովորեցնում։ Նա կարողացավ մոտենալ նույնիսկ Տեր Հիսուս Քրիստոսին եւ արդար Հոբին։ Եթե նա կարողացավ մոտենալ նույնիսկ Տեր Հիսուս Քրիստոսին, թանկագին եկեղեցի, նա չի մոտենա, ինչպես որ անցած Կիրակի ասեցի, նրան, ում արդեն թալանել է, ում արդեն կործանել է, ում արդեն ոչնչացրել է։ Իհարկե ամեն ձև կփորձի նրան իր կոնտրոլի տակ պահի այդ մեկին, բայց նա չի մոտենա, նա արդեն գործ չունի։ Նա արդեն այդ մարդուց թալանել է եւ վերցրել է այն ամենը, ինչը որ կարողացել է վերցնել, կործանել է նրա կյանքը։ Բայց նա կմոտենա այնտեղ, որտեղ որ ունի վտանգ։ Արդեն խոսացինք անցած Կիրակի, որ նա կարողացավ, նա մոտեցավ երջանիկ առաջին մարդկանց Ադամին եւ Եվային։ Նա մտավ նրանց ներդաշնակության մեջ։ Լավ, արի հերթով գնանք։ Առաջինը կարաս քեզ մոտ գրել։ Չարը մոտենում է այն մարդուն, ներողություն, չարը մոտենում է մարդուն այն պահին, երբ որ նա ինչ պատճառով միայնակ է։ Այսինքն չարը մոտենում է այն մեկին, այն մարդուն, ով որ ինչ պատճառներով միայնակ է։ Նախորդ Կիրակի արդեն խոսել ենք, չէ՞, նրա մասին, որ հավանաբար Եվան միայնակ է եղել, երբ որ օձը մոտեցավ Եվային։ Նա միայնակ է եղել, այսինքն չարը մոտենում է այն պահին, երբ որ մարդը ինչ պատճառներով միայնակ է։ Սրա համար է շատ կարևոր միաբանությունը, այստեղ ապահովություն կա։ Սատանան ամեն ինչ կանի, որպեսզի կտրի իրարից, պոկի մարդկանց։ Եթե ինչ որ մեկը ուզում է ինչ որ մի շենք քանդի, նա սկսում է առանձնացնել քարերը իրարից, չէ՞։ Սկսում է առանձնացնել պատուհանը, դուռը, այդ որպեսզի կարողանա քանդի, նա պիտի առանձնացնի։ Եվ մենք նույնպես կառուցված ենք, որպես ինչպես որ գրված է, որպես կենդանի քարեր, շինվեցեք, կառուցվեք հոգևոր տաճար մեկը մյուսի վրա։ Մեկը մյուսով։ Այս պատմությունը պատմել եմ եւս մեկ անգամ կպատմեմ, որ մեկը կար, ով որ եկեղեցի դադարել էր գնալ եւ նստած էր իր տանը միայնակ կամինի առաջ ճոճվում էր եւ այդ Կիրակի եւս չգնաց եկեղեցի եւ եկեղեցի հովիվը որոշեց այցելի նրան, դուռը զանգեց, այդ մարդը բացեց, հովիվը ներս մտավ, գնաց, տեսավ կամինի առաջ նստած է, բան կա, ինչ որ աթոռ կա։ Նստեցի երկուսով կամինին էին նայում, բուխարին էին նայում, հա։ Եվ վերցրեց այդ հովիվը մեկ փայտ վառվող այդ կամինից, առանձնացրեց, դրեց մի ուրիշ տեղ, եւ այդ փայտը սկսեց արդեն ոչ թե վառվել, այլ ծուխ անել։ Նկատել ես, չէ՞, այն մարդիկ, ովքեր որ կտրվում են կրակից, ինչ որ ծխում են, ծուխ են հանում։ Ոչ միայն ֆիզիկապես են ծխում, կամ որ վերջապես աշխարհում են, ասի մի քիչ լավ մի բոր ծխեմ, քան ինգել եմ, ինչ թաթախվեմ։ Նա սկսում այդ փայտը ծխալ, ու սենց ծուխա լսվում սենյակում, մարդկանց աչքերը սկսում է մռմռալ, բան, մռմռում է, չէ՞, որ հանդիպում ես նմանների հետ, ինչ որ բաներ է խոսում, չես հասկանում, այն որ կեսը ճիշտ է, կեսը սխալ է, կեսը լավ է, կեսը վատ է, ճիշտ բաներ ասում է, բայց սխալ հոգով է ասում, նեղացած չգիտեմ ինչեր է խոսում, չէ՞, ծխում է, այդ փայտը ուղղակի ծխում է, ծուխ է հանում։ Հետո վերցնում է հովիվ այդ փայտը, հետ է դնում փեջի մեջ, եւ ինքը նորից բռնկվում, սկսում է վառվել։ Եվ ոչինչ չի խոսում։ Վերակենում, որ գնա դրան մոտ այդ մեկը ասում է, հովիվ, շնորհակալ եմ հրաշալի քարոզի համար։ Ես հաջորդ Կիրակի անպայման կգամ ծառայությանը։ Գիտես, չարը մոտենում է, երբ որ այն մեկին, ով որ ինչ պատճառով միայնակ է մնացել, մենակ է։ Նկատել ես, երբ որ ուրախ ես, երջանիկ ես, դու չես կարող մենակ մնաս։ Դու ուզում ես մեկին գնաս, այն մեկին, ում հետ սիրում ես, կիսվես, խոսաս, պատմես։ Նկատել ես, դա նորմալ է, դա մարդու էություն է։ Երջանիկ ես, ուրախ ես, մարդ ես ման գալիս, ականջ ես ման գալիս, սիրտ ես ման գալիս, որ կիսվես, խոսաս, քո ուրախության մասին սթորիներ անես։ Չէ՞։ Նույնը պիտի լինի տխրության պահին, սիրելիս, դու պիտի ունենաս այն մեկին, որ սատանան չկարողանա ճեղքի ու մտնի քո միայնակության պահի ժամանակ։ Բայց սատանայի նպատակն է բաժանել կամ բաժանում բերել,
կամ հարմար պահ որ սա, որ հարցակվի։ Հիշում ես ինչա գրված, երբ Կայենը եւ Աբելը դաշտում էին, հավանաբար մենակ էին եւ այս ժամանակ եղբայրը եղբորը սպանեց։ Գրված չի, երբ որ նրանք ընտանիքով նստած էին, Ադամը, Եվան եղբայրներով ճաշ էին ուտում, չգիտեմ, զրուցում էին եւ Կայենը որոշեց հարցակվի Աբելի վրա։ Ոչ, երբ որ նրանք դաշտում էին, հավանաբար մենակ էին։ Այս ժամանակ հարցակվեց Կայենը Աբելին եւ սպանեց։ Սա առաջինն էր, չարը հարցակվում է միայնակության ժամանակ։ Նույնը Հիսուսի դեպքում եղավ, երբ որ Հիսուսը միայնակ էր անապատում, այս ժամանակ սատանան մոտեցավ, չէ՞։ Փորձիչը մոտեցավ, որ փորձի։ Երկրորդը, չարը հարցակվում է, երբ մենք խախտում ենք սահմանը եւ մտնում ենք նրա տարածք։ Այստեղ մենք ունենք մեղվա պահներ։ Ինչա լինում, երբ որ մենք խախտում ենք մեղուների սահմանը եւ մտնում ենք նրանց տարածք։ Էդո եղբայրը կվկայի։ Այս մի էդո եղբայրը ավելի զգուշ է։ Այն մի էդո եղբայրը թույլ կտաս պատմեմ, հա։ Ասում եմ մտա նրանց տարածք, փեթակը բացեցի, մեկը կծեց։ Ասում եմ, պրինցիպի ինգա։ Ու չեմ հագի, ասում այն սկաֆանդրը։ Այն փուքսը չեմ վերցրել, որ պաշտպանվեմ։ Ասում եմ, ես պրինցիպի ինգա։ Ես գործ եմ անում, ինքը կծում է։ Երկրորդը կծեց, երրորդը կծեց, չորրորդը կծեց, քանի հատ կծեցին։ Անթիվ եւ անհամար։ Հետո մի քանի օր տնից դուրս չէր գալիս իմ աղբերը։ Ինչու մտել էր, խախտել էր մեղուների տարածքը, խախտել էր, հասկանում ես, եւ ուզում էր իր գործը աներ։ Կերար։ Լավ էր։ Ասում եմ, ընտիր։ Չարը հարցակվում է, երբ որ մենք խախտում ենք նրա տարածքը, մտնում ենք իր տարածք, նա հարցակվում է։ Դուք ասես ոնց, այո։ Նորից Կայեն եւ Աբել, Ծննդոց 4-րդ գլուխ 8-րդ խոսք։ Կայենը խոսած իր եղբոր Աբելի հետ, երբ նրանք որտեղ էին, դաշտում էին։ Կայենը հարցակվեց իր եղբոր Աբելի վրա եւ սպանեց նրան։ Հարց եմ ուզում տալ, ինչով էր զբաղված կամ ինչով էր զբաղվում Կայենը։ Ով է հիշում, Կայենը ինչով էր զբաղվում, նրա զբաղվածությունը հողագործություն, հավանաբար դաշտ, հավանաբար, չէ՞։ Նրանք դաշտում էին, նրանք Կայենի տարածքում էին, դաշտում զրուցում էին եւ նա իր տարածքի մեջ հարցակվեց իր եղբորը եւ սպանեց։ Ամեն։ Երբ հարցակվում չարը մեզ վրա, երբ որ մենք մտնում ենք նրա դաշտ, դրա համար չարը կուզենա հանի մեզ մեր դաշտից եւ տանի իր դաշտ եւ այնտեղ հարցակվի եւ սպանի։ Տանի մարդուն ագահության դաշտ, նախանձի դաշտ, ատելության դաշտ, բարկության դաշտ, կարանք չէ մեր մատերը, հա ծալենք ու ծալենք։ Նա մեզ կտանի այնտեղ եւ այնտեղ մեր հարցերը կլուծի։ Ինչպես շատ եմ սիրում ասել, գիտես, առյուծը ինքը թագավոր է իր տարածքում։ Բայց առյուծին հանիր մի փոքր 2 մետր վերև, այնտեղ նա արդեն թագավոր չի։ Դա նրա տարերքը չի։ Այնտեղի թագավորը արծիվն է։ Արծիվն է թագավոր չի ջրի մեջ։ Յուրաքանչյուր կենդանի իր տարածքում է թագավոր։ Իր տարածքում է ինքը հմուտ։ Այդպես էլ կան տարածքներ, որտեղ մենք հմուտ չենք կարող լինել։ Ինչպես նորից եմ այս օրինակ ուզում բերել, որ բերել եմ նախկինում մի քանի անգամ, մի եղբայր հայտնություն էր ստացել, ճակերտավոր, սխալ հայտնություն, որ ես կարող եմ փրկել անբարոյական կանանց գնալով գիշերային ակումբ։ Նա գնացել էր գիշերային ակումբ, ավետարան քարո ավետարանելու։ Մենք ասենք ինչ վատ բանա ուզում անի մեր եղբայրը, մեր անուշ աղբերը, ինչպես որ գնաց, այդպես էլ կործանվեց, մնաց այնտեղ։ Նա շատ վնասվեց, ինչու, դա սատանայի տարածքն է, դա նրա դաշտն է։ Դա համար չարը հարցակվում է այն ժամանակ, երբ որ մենք խախտում ենք այդ սահմանը։ Այո,
պետք չի ամեն թփի տակ դև մանգալ, սատանա մանգալ, բայց պետք է չի խախտել, որ տարածքներ կան, որտեղ մենք եթե կանչված չենք մտնենք այդ տարածքը, մենք չպետք է մտնենք այդ տարածքը։ Իմաստու եւ խելացի լինենք։ Կամ մարդիկ կան, ասես աղոթքի գիգանտներ մտնում են, էլի չակերտավոր գիգանտներ իհարկե, մտնում են աղոթքի մեջ եւ խախտում են սահմանը եւ հետո վնասված հետ են գալիս։ Սավառնում են, չգիտեմ ինչ են անում, մտովի, հոգով, ինչով, չգիտեմ։ Սխալ հայտնության արդյունք է սա։ Սիրելիս, մենք շատ ուշադիր պիտի լինենք մեր աղոթքներին, մեր կարդացած գրքերին, որտեղ դա սահմանա, դա տարածքը, որտեղ մենք տրված չի մտնենք։ Ամեն։ Սա երկրորդն էր, սիրելիս։ Չարը մոտենում է, երբ որ մենք խախտում ենք սահմանը եւ մտնում ենք նրա սահման։ Այդ աղբերը ձեզ շատ ընտիր օրինակ։ Այդ ջան։ Երրորդը, չարը մտնում է այն պահին կամ մոտենում է այն պահին, երբ որ մենք կարիքի մեջ ենք։ Եվ նա կգա ճակերտավոր մեզ օրհնելու համար, տալու համար։ Մատթեոս 4-րդ գլուխ առաջի խոսք։ Այն ժամանակ Հիսուսը հոգու կողմից անապատ տարվեց։ Հոգու կողմից։ Սուրբ հոգու կողմից անապատ տարվեց։ Սատանայից փորձվելու։ Նա 40 օր ու 40 գիշեր ծոմ պայլուց հետո քաղց զգաց։ Նկատիր 40 օր փորձիչը չմոտեցավ նրան։ Եվ փորձիչը նրան մոտենալով ասաց. երբ որ քաղց զգալուց հետո փորձիչը մոտեցավ, երբ որ նա կարիքի մեջ ընկավ, երբ որ նա կարիք ունեցավ, այդ ժամանակ փորձիչը մոտեցավ ու ասաց. եթե ասա որտե՞ս, ասա այս քարերի թող հաս լինեն։ Հարց ինչու սատանան չմոտեցավ Հիսուսին, երբ որ նա ծոմի մեջ էր, զորացած էր, ուժեղ էր, ընթացքի մեջ էր, ընթացք ուներ։ Բայց հենց ընթացքը կանգնեց 40 օրը լրացավ, քաղցը զգաց, կարիքը զգաց, նոր չարը մոտեցավ, նա հիմար չի։ Նա գիտի երբ մոտենա եւ ինչ առաջարկի։ Գիտես ինչ առաջարկեց ուղիղեն ինչի կարիքը ուներ Տեր Հիսուսը։ Ոչ ավել ու ոչ պակաս։ Սոված չես, հա, ասա դու կարաս։ Դու կարաս։ Դու կարաս ասես այս քարերին, որ հաց դառնան եւ աստատ կլիներ։ Հետևություն, սատանան մոտենում է նույնիսկ ամենաանմեղին։ Նա մեղ չուներ, Տեր Հիսուսի մեջ մեղ չկար, անօրենություն չկար, անիրավություն չկար։ Բայց չարը մոտենում է նույնիսկ ամենաանմեղին։ Հիշիր Հոբին, նա արդար էր եւ անկեղծ էր ծառայում Աստծուն։ Եվ սատանան մոտեցավ նրան, որ ապացուցի հակառակը, նա չարախոս է։ Դու կարաս հավատարիմ ծառայես, լավ ընթացք ունենաս, հրաշալի ընթացք ունենաս։ Եվ հետո զգաս մեկ ճնշում քո վրա, մեկ հարցակում քո վրա։ Այնպես չի դա նրա համար է, որովհետև դու ինչ-որ մի սխալ բան ես արել, այլ ուղղակի դու Աստծո կամքի մեջ ես։ Նա կհարցակվի, որպեսզի հակառակվի քեզ, որ հակառակը փորձի ապացուցի Աստծո առաջ։ Չարը մոտենում է նույնիսկ արդարներին, բայց միայն այն սահմաններում, որոնք թույլ է տվել Աստված։ Հիշիր, Աստված մեր ուժերից վեր մեզ փորձություն թույլ չի տա։ Դու ասես սա իմ ուժերից վեր է, ուրեմն այդ փորձությունը Աստծուց չի։ Բա որտեղից է։ Ինչու մի սահման ես խախտել։ Ու մտել ես դիվային սահման, եթե այդ փորձությունը քո ուժերից վեր է։ Ինչու է նա մոտենում եւ որ նա մոտենում է որ a. Փորձի նրանց հավատքը, b. որ մեղադրի նրանց Աստծո առաջ, c. որ սասանի նրանց նվիրումը Աստծուն եւ d. Աստված ամեն բան պտտում է դեպի բարի գործակիցը, որպեսզի ավելի զորացնի իր զավակներին։ Ինչ էլ որ լինի,
եթե մենք ճիշտ պահին կանգ առնենք, եթե մենք ճիշտ պահին աղաղակենք, Տերը կարապատը տեսնի դեպի բարի գործակիցը։ Եվ այստեղ է ձևավորվում է ժուժկալությունը, սիրելիներս։ Հակոբոսի դամակ 4:7 խոսք։ Գրված է. «Արդ հնազանդվեք Աստծուն, դիմադրեք սատանային, եւ նա ձեզանից կփախչի»։ Հրաշալի խոստում է։ Բայց հարց. իսկ փախչում է ընդմիշտ, թե ասում է, որ հնազանդվեք Աստծուն, դիմադրեք սատանային եւ նա կփախչի։ Հարց, նա ընդմիշտ է փախչում։ Գնաց ու գնաց, բարի ճանապարհ, բայ այլևս չենք տեսնի։ Ոչ։ Գրված է, չէ՞ Հիսուսի մասին, որ եւ սատանան հեռացավ Հիսուսից որոշ ժամանակով կամ ժամանակով։ Եվ երբ նորից մոտեցավ, ով է հիշում, Գեթսեմանի պարտեզ։ Տեսեք, Հիսուս անցավ իր փորձությունը, իր անապատը եւ փորձիչ եկավ, որպեսի փորձի եւ գրված է Հիսուսը հաղթեց եւ սատանան նրան թողեց ժամանակով։ Նա ինչ արեց, նա հնազանդվեց Աստծուն, դիմադրեց սատանային խոսքով եւ հաղթեց։ Եվ սատանան հեռացավ, բայց ժամանակով, որոշ ժամանակով։ Գիտես, մենք միշտ ուզում ենք, որ վերջի պահը կատարվի, նա ձեզանից կփախչի, չէ՞։ Որ նա փախչի մեզանից։ Մենք ուզում ենք ասենք, հələ փախք ու ինքը փախնի։ Գնոստից ինքը կգնա։ Բայց կա երկու պայման. հնազանդվեք Աստծուն, որ դժվար է, շատ դժվար է։ Որը մեր մարմինը չի ուզում մտնի դրա մեջ։ Հնազանդվեք Աստծուն, դիմադրեք սատանային։ Ինչպես դիմադրեմ, Աստծուն հնազանդվելով։ Տիրոջ անունը ամուր աշտարակ է։ Արդարը կփախնի այնտեղ եւ ապաստան կգտնի։ Ամեն։ Հիշիր, սատանան չի փախչում մեր էմոցիոնալ աղոթքներից։ Բարձր գոռալուց, ճղային դեմքով մատ թափտալուց նա չի փախչում։ Մունաթով հրամայելով նա չի փախչում։ Նա այդ էմոցիոնալ դաշտին չի տրվում։ Բա, այլ երկու հրաշալի պայմաններ կար։ Հնազանդվեք Աստծուն, դիմադրեք սատանային, եւ նա կփախչի։ Հեշտ է թվում, չէ՞։ Հեշտ է կարդացվում, բայց դժվար է տրվում։ Հեշտ ենք կարդում։ Բայց որպեսզի մենք հնազանդվենք Աստծուն, ինչա պետք, Աստծո խոսքը իմանալ, Աստծո կամքը իմանալ մեր համար, մեր մասին։ Մեզ թվում է, որ մենք ինչքան բարձր գոռանք իր վրա, ինքը կասի վայ գնացի։ Ինչքան բարձր մունատ գանք նրա վրա, դե մարդ այդպեսին է, էմոցիոնալ մարդ է, էակա։ Ինչքան մունաթով դրան հրամայենք, հələ դուրս արի նրա մեջից, դուրս արի, ու գոռում ենք այնքան, որ մեր, գիտես, ձայնը մեր կոկորտը կտրվում է, մեր ձայնը կտրվում է, կոկորտը ցավում է, ձայնալարերը լարվում են։ Ինքը իրան կոմֆորտ է այնտեղ։ Ինքը շուխուրում է շատ է կոմֆորտ է իրան զգում։ Բայց կարող մոտենաս եւ հավատքով ականջին ասես, «Հիմա դուրս արի ստեղից»։ Ու ինքը արդեն գոռալով փախնի տեղից։ Ինչու՞։ Որտեղ Աստծո կամքի մեջ էր ամեն ինչ։ Չորրորդը։ Այստեղը շատ ձեզ մեզ բոլորից դուրս չի գա։ Սատանան մոտենում է նրանց, ովքեր որ կերակրում են իրեն։ Հիշում ես անցած կիրակի ասեցի, որ երբ որ Աստված անիծում էր օձին, ասեց փորիդ վրա սողաս եւ հող ուտես կյանքիդ բոլոր օրերում։ Հողը դա մարդն է, իսկ այն ամենը ինչ դուրս է գալիս մարդու չար էությունից, այն կերակրում է օձին կամ այն կերակուր է օձի համար։ Այն ամենը ինչը որ դուրս է գալիս մարդու չար էությունից, դա է կերակրում օձին։ Մարկոսի ավետարան 7-րդ գլուխ 20 խոսք, չես հավատում, ցույց կտամ։ Այն ինչ դուրս է գալիս մարդու միջից, դա է պղծում մարդուն, որովհետև մարդկանց սրտի միջից դուրս են գալիս չար մտքեր։ Պատկերացնում ես ինչը կարա կերակուր լինի սատանայի համար։ Չար մտքեր, ոչ արարքներ, պոռնկություն, գողություններ, սպանություններ, շնություններ, ագահություն,
չարություններ, նենգություն, գիճություն, նախանձ, հայոյություն, ամբարտավանություն, անզգամություն, այս բոլոր չարիքները ներսից են դուրս գալիս եւ պղծում են մարդուն։ Եվ այսպես կան մարդիկ, որ իրենց ամբողջ կյանքում կերակրում են այս օծին։ Եվ օծին կերակրելով ման են գալիս։ Հենց այն որ լսում են, որ հարևանը ավտոյի առը, մեկ էլ տոկի է տալիս այդ մեկին, որ տոկի տվեց, որ բայ ինձ, բայես, ու անմիջապես չգիտես ինչու ինք ուզում է ավտո առնի, միջև այդ ինք հանգիստ ապրում էր, մեքենայի մասին չէր էլ մտածում, բայց հենց իմանում է, որ հարևանը ավտոյի առել, տոկի է տալիս իր այդ մեկին։ Կամ է որ լսում է, որ խալխի աղջիկը նշանվել է, որ եկել են մի հատ ջիպով մատանի դնելու, հետո կանչում են, չէ, հարևաններով սուրճ խմելու, կանչողը կանչելա, որ տեսար, ջիպով են եկի աղջիկաս նշան դնեին, և շնորհավորողները եկել են, որ էլ տոկի տված, լավ էլ տեղավորվեցիր, սուսիկ, շնորհավոր աղջի, ու որ աշկերով էլ թարս կրակում աղջիկան, այ անբաշար, տանը մնացի, չես էլ ամաչում, եքի աղջիկ ես 21 տարեկան, դա ինչ է, դա հրաշալի կերակուր աղոցի համար, կամֆորտ, ինք շատ ասիրում է չալաղաշ կտորները, այդ նախանձի դաշտը, այդ ատելության դաշտը, այդ անիրավության դաշտը, որ չգիտես, որ կիսա ժպտում է կիսային, որ չգիտի ինքը յան ոնց պահի, ադեկվատ, մի աշկաս ես բեշնի, ինչ էլ տղա կպցրեց, սուսիկը, իսկ իմ անբաշարը, տենց է կմնաս տանը, և որդում է իր աղջիկան սերի մայրը։ Եվ այդպես շարունակ նախանձով կերակրում ենք, ագահությամբ կերակրում ենք, բարկությամբ կերակրում ենք, ինչով ասես կերակրում ենք, այսինքն չարը մոտենում է այնտեղ և չի ուզում հեռանա այնտեղից, որտեղ նրան հրաշալի է, կամֆորտ է և միշտ թարմ, ամեն առավոտ թխած կերակուր կա, ամեն առավոտ բամբասանք կա, կգնա այդտեղից, չի գնա այդտեղից, որտեղ բամբասանքով լցված է, կերակրում են, այն մուլտֆիլմը, որ կայ ասում է, еще, զլատայա անտիլոպա, և բոլոր սովետում ծնված մարդիկ ասեցին, իսկ երիտասարդները, ինչ զլատայա, ինչ անտիլոպա, ինչ մուլտիկի մասին է խոսքը, տեսեք, դու կարծում ես թանկագինս, ինչպես չարը մտավ, կամ ինչպես չարը մոտեցավ Կայինին, սա իր պատճառը, 4-րդ գլուխ 6-րդ խոսննդոց, Տերը Կայինին ասեց, ինչու ես բարկացած, դա դեռ սպանությունից առաջ էր, ինչու ես բարկացած և ինչու ես երեսդ կախել, Տերը եկել էր, որ կախեր այդ սպանությունը, մարդասպանությունը, եկել էր, ասում է, լսի, խի ես բարկացած, փոխանակ նա ասի, գիտես ինչ, հա, բարկացած եմ, մի հատ էլ սիրտը թափեր Աստծո մոտ, լացեր, գոռար, ճվար, նա գնաց և իր գործն արեց, բայց Տերը այստեղ բանալի է տալի, ինչու ես բարկացած և ինչու է երեսդ կախվել, չէ որ եթե բարին անես, երեսդ կբարձրանա, կփայլի, բայց եթե չարն անես, մեղքը դռանդ մոտ պարկած է և նա քեզ է ցանկանում, բայց դու իշխիր նրա վրա, Կայինը կարար իշխեր այդ մեղքի վրա, Կայինը կարար բարկության հարցերը լուծեր ուրախությամբ, Տերն է եկել, Տերն է այցելել, երկինքը երկիր ստեղծող արարող Աստված եկել է, ասում է Կայեն երեսդ կախված է, չի բարձրանում, առաջ դու հպարտ էիր, ուրախ էիր, լավ տրամադրություն ուներ, երջանիկ էր, հիմա ման ես գալի գլուխդ կախված, նկատել ես այն մարդիկ, որ սենց են քայլում, գլուխը կախված, չեն կարում աչքերիդ մեջ նայեն, մի բան այն չի,
Պիտի սովորենք իրար աչքերի մեջ նայենք ու ասենք բարկացել եմ։ Սխալ եմ կամ ճիշտ եմ, դու վատն ես, ես լավն եմ ու բարկացել եմ։ Աբելը վատն է, իր զոհը ընդունել ես։ Բայց իմը չես ընդունել։ Ես բարկացել եմ։ Եվ Տերը այստեղ տալիս է բանալի, Կայեն, մեղքը դրանոտ մոտ պարկած է, քեզ ուզում է, փափագում է, բայց դու իշխիր։ Եվ Կայենը փոխանակ գիտես ընկներ Աստծո առաջ, կրկինես նույն հոր սխալը։ Ուր ես Ադամ, Ադամը արդարացավ։ Կայենը ինչ ա եղել, Կայենը գնաց, այս նույն խոսակցությունից հետո գնաց ու եղբորը սպանեց։ Հետո գալիս Աստված ասում է, ուր է եղբայրդ։ Աստված չգիտեր ուր է եղբայր, արդեն արյունը կանչում է։ Գիտեր, ինչ է, ես նրա պահակն եմ, ինչ է։ Հիշենք մի բան, Աստված ամենագետ է, ամենատես է եւ ամենուր եք է։ Ամեն բան գիտի, տեսնում է եւ ինքը այդտեղ է։ Դες մեղքը գալու պատճառ ունի։ Չարը գալու պատճառ ունի։ Եվ որ բարկացած ենք, բայց բարկության հարցերը չենք լուծում։ Նորմալ է, որ բարկանում ենք։ Շատ նորմալ է։ Հում անզգամ չենք։ Հիսուսը ինքը բարկացավ։ Հիսուս ինքը խստությամբ էր նայում, գրված է Մարկոսի ավետարանում, մեկտեղ եմ գտել, որ խստությամբ նայեց, բարկությամբ այսպես նայեց մարդկանց իրենց անհավատության պատճառով, կամ մեկ անգամ մտավ տաճար եւ հանեց այնտեղ, բարկությամբ չէ հանեց։ Թե կարծում ենք սենց խաղալով, սենց քշում էր մարդկանց։ Ախ կտամ թաթիկներիդ, էլ չանես, հա։ Թե նա շուր տվեց սեղանները, նա շրջեց, նա բարկացավ, բայց Աստծո խոսքը ասում է, թող որ քո բարկության վրա արևը մայր չմտնի։ Ինչու, որովհետև հետո պարկում ես քնելու ու գոնե չի տանում։ Մտքերն են այցելել, ու կառուցում ես, ու նեղված ես, ու մեկ էլ արթնանում ես մի քանի ժամ հետ քնելուց հետո, ատելությամբ լցված, բարկությամբ լցված անորոշության մեջ։ Եվ օրը չստացվեց։ Ինչ-որ ամբողջ գիշեր մտքերն էին այցելել։ Որտեվ բարկության հարցը չէր լուծել քնելուց առաջ։ Մի հայր մեր աղոթքի ինչա չարեցիր, որտեղ որ կհանդիպեր այն տողերին կամ այն խոսքերին, որտեղ որ ասվում է եւ ներիր մեզ, ինչպես որ մենք ենք ներում մեր պարտապաներին կամ մեր հանդեպ մեղք գործողներին։ Եթե այդ իրիկուն այդ երեկո աղոթք անեինք, այդ հրաշալի մտքերը չէին այցելի մեզ։ Ամեն։ Կամ կարծում ես ինչպես սատանային հաջողվեց վերցնել Հուդա Իսկարիովտացուն։ Կերակրում էր։ Ասեմ որտեղ։ Ղուկասի ավետարան 22:3 խոսք։ Եվ սատանան մտավ Իսկարիովտացի կոչված Հուդայի մեջ, որ 12-ի թվում էր։ Նա գնաց քահանայապետի եւ իշխանավորների հետ խոսեց, թե նրան ինչպես մատնի նրանց։ Նրանք ուրախացան, հələ ու չուրախանային, ու խոստացան արծաթ տալ նրան։ Նա էլ խոստացավ, որ հարմար առիթ էր փնտրում, որ ամբողից հեռու Հիսուսին մատնի, որտեղ ամբողից հեռու, սրա մասին է խոսում, որ միայնակություն է փնտրում սատանան, որ մենակ բռնացնի։ Գիտես, Հուդային կործանեց նրա ագահությունը։ Նկատիր, որ ոչ մարդասպանությունը, ոչ պոռնկությունը, այլ ագահությունը նրան կործանեց։ Ոչ թե նա մարդ սպանեց եւ սատանան մտավ Հուդայի մեջ, այլ ագահության պատճառով չարը կարողացավ, սատանան ինքը կարողացավ մտնի Հուդայի մեջ։ Գիտես, նա շատ սառը հաշվարկ ունեցող մեկն էր։ Նա հաշվարկած էր հետևում Հիսուս Քրիստոսին։ Նա հետևում էր իր առաջնորդին, իր ուսուցչին, իր Տիրոջը, որտեղ ուներ շատ սառը հաշվարկ։ Եթե գումարների մոտ է,
Գիտես չէ, որ Հուդայի մոտ էր այդ զոհաբերությունը, այդ գումարները, որոնք որ ծառայում էին Հիսուսի ծառայությանը, չէ՞։ Հուդայի մոտ էր եւ գրված է, որ Հուդան այնտեղից գողանում էր, արդեն բաց դուր, սահմանների խախտում։ Եվ այդ ագահություն, այդ ծառը հաշվարկը, որ եթե ես հիմա այս ֆինանսները իմ մոտ է, վաղը միսօր Հիսուսը կլինի Իսրայելի թագավոր, իսկ ես կլինեմ ֆինանսների նախարար։ Եվ ստացվում է, որ քանդվում է, հասկանում ես այդ ամեն ինչը։ Դա տեսնում է, որ քանդված է, քանդվում է, դեպի դա չի գնում։ Հիսուսը ինչ որ խոսում է, որ ինձ պետք է սպանեն, հարություն պիտի առնեմ։ Հարություն պիտի առնեմ, մոռացավ, բայց ինձ պետք է սպանեն, մնաց։ Եվ նա գնաց այդ ագահություններ, հասկանում ես, որ գնաց եւ նա մատնեց Տեր Հիսուսին։ Ընդամենը 30 արծաթով, ընդամենը 1 կտոր հող։ Մի կտոր դաշտի մի հատ ինչ-որ միտեղ, ասենք կուրթանում միտեղ, մատ հողատարածք, չէ, կուրթան լավ տեղ է, ինչ-որ միտեղ, որտեղ որ թաղում են, գերեզմաների ինչ-որ մոտ։ Եվ գիտես մոտավորապես նույն պատճառով էր, որ Անանիա եւ Սաֆիրան մահացան, թույլ տվեցին սատանան նրանց սրտի մեջ բան դնի, մոտավոր նույն պատճառն էր, նրանք ռաշոտ ունեին, սառը հաշվարկ ունեին, եթե Բարնաբասը բերելա, տվելա, օրհնվելա, եւ նա մխիթարության որդիա կոչվել, բա մենք ելեն տոկ տված վիճակն է, տոկ տված ման ենք, բա մենք, բա մեզ, բա մենք ինչի պետք է կոչվենք։ Ես ուզում եմ, որ մենք հենց այդ կետի վրա մեզ շատ բռնացնենք, որ չարը մոտենում է, երբ որ մենք նրան կերակրում ենք, տալիս ենք, կերակրում ենք, ուտում, գերանում, հետո կանչում է ինքը, ասում ասել լավ կերակրում են, այս սենց տնային խմբակ եմ գտել, հավաքվում ու հոչ են բամբասում, այցելենք այդ խմբակ, նրանք հավաքվում են Աստծո անունով, բայց անենց կոֆեի շուրջ, մատ ռեսկի թեքվում են, բամբասանքի թաղերը, գնում կանչում, ասում այս սենց աղոթքա ժողով եմ գտել, այս սենց, ինչ լայք, ինչ սիրտ, այս սենց աղոթքա ժողով հավաքվում են, հոչ են բամբասում, գնանք կերակրվելու, այս սենց կերակուր կա, համ ջեբենես կլսնենք, համ պատվալում լիքը տեղ կա կտանենք, լիքը, մեզ պաշար, չէ լավ պաշարն է պետք չի, ամեն օր իրանք լավ էլ հանդիպում են ու բամբասվում են, ինչպես որ Պողոս Արաքյալն է գրում Կորինթացիների նամակի մեջ, սկզբում սենց է, չէ, նամակը սկսվում, ասում է գրում եմ ձեզ սուրբերիդ, ինչպես սուրբերիդ, որ դուք ձեր մոտ գիտության պակաս չունեք, պարգևան հենց աշխատում էր լուսուս, անցնում, ասում է, բայց ձեր մեջ անենց մեղք կա, սկի աշխարհում չկա, ումա գրում սուրբերին, բայց ձեր մեջ անենց մեղք կա, սկի աշխարհում չկա, ու սատանեն զարմացավ, ես ինչ մեղք հորինեցին, հալելույա, ու գնացին կերակրվելու։ Մենք այս դաշտում այնքան ուշադիր պիտի լինենք, սիրելի եկեղեցի, սիրելի սուրբեր, ասում եմ ձեզ սուրբերիդ, որ ուշադիր լինենք, ինչի շուրջ ենք հավաքվում։ Եթե Հիսուս Քրիստոսի շուրջ, արի նրա շուրջ էլ մնանք, այլ ոչ թե եկանք մեր պարտականությունը արեցինք, Ես ինչ լավն է Հիսուս, ես ինչ բարի է, հալելույա, աղոթենք, Տեր ջան, հալելույա, մեր սիրտը թափենք, մինչև լացենք, մինչև ուրախանանք, մինչև ու հետո գալիս է կոֆեի պահը։ Բոլորը թեքվում են միանգամից բամբասանքի թաղ են մտնում ու սկսում են լվալ սրա ոսկորները, նրա ոսկորները, այս մեկին դատել են, մեկին խաչը հանել, մեկին դատապարտել են, մեկին սպանել, իսկ այն մեկին արդարացնել, դատավորներ ենք բոլորս դառնում այդտեղ։ Շատ վտանգավոր տեղ է, շատ։ Հետո ման են գալիս ու երեսները սենց Տեր ասում է խի ես երեսդ կախել։ Բարին անես կբարձրանա, բարի արա։ 5-րդը։ Եվ կարծեմ սա վերջինն է։
Սատանան մոտենում է նրանց, ովքեր որ գնում են Աստծո կամքը կատարելու։ Նրանց նույնպես մոտենում է Սատանան։ Ա Թեսաղոնիկեցիների նամակ 2 գլուխ 18 խոսք։ Դրա համար ես Պողոսս մի երկու անգամ կամեցա ձեզ մոտ գալ, բայց Սատանան մեզ խոչընդոտեց, պատկերացնում ես, ինքը Պողոս առաքյալը, որ դև էր քշում, որ դևերը նրան տեսնում ու փախնում էին, Սատանան նրան խոչընդոտեց, արգելք եղավ եւ նա չկարողացավ գնա Թեսաղոնիկե։ Եթե ուշադիր կարդաս Աստվածաշունչը եւ ուշադիր նայես քո կյանքին, կամ ուշադիր նայենք մեր կյանքին, ապա կտեսնենք, որ կա նման երևույթ, որ գնում ես Տիրոջ կամքը կատարելու, մեկ էլ գալիս է խոչընդոտ։ Խոչընդոտից մեկ ասեմ, ալարկոտություն։ Այս ինչ մեկ ուզում է գնանք դրա համար աղոթենք, իսկ կլինի վաղը, իսկ կարա մյուս օրը։ Թարմ վկայություն, մի քանի օր առաջ է եղել։ Դեպքը տեղի է ունեցել Ուռուտ գյուղում։ Գնացել ենք այնտեղ տնային խմբակ անելու։ Եվ իմ հրաշալի օգնական Արեն ասում է, արի մի քույրիկ կա, ուզում է Սուրբ Հոգով մկրտվի, հով կաղոթես, մկրտվի, ասի, հա, որ ալարում եմ, կամֆորտ իմ համար դիվանի սենց, Էլիզա քույրիկս խմբակ էր անում, ես էլ հյուր էի գնացել, կաղոթես, ասի, հա, հետո պատճառ ասեցի, լսի, արի կիրակի էլի, մի հատ կիրակի թողամ ես կաղոթեմ այդ քույրիկի համար, ովելի զորացած կաղոթեմ, բան սենց, բայց զգում եմ ներսում ես սենց քերում է, էլի, որ քերում է, չէ, էլի, խի ես հիմիկվանը թողում հետո, բայց ինձ հաջողվեց համոզել խմբակին, որ ես կաղոթեմ կիրակի օրը, եւ երբ որ արդեն կանգնեցինք, որ հրաժեշտ տանք եւ հենց որ կանգնեցի, ասեցի լեզունով աղոթել, Սուրբ Հոգին իջավ ինձ վրա, ասի արի հենց հիմա պետք է աղոթենք։ Եվ այդ օրը այդ խմբակում 3 հոգի Սուրբ Հոգով մկրտվեցին։ Հալելույա, Փառք Հիսուսին։ Ո՞րն էր իմ խոչընդոտը, ալարկոտությունը։ Ալարում էի, չէի ուզում։ Կներեք, էլի ասենց անկեղծ եմ։ Ասի կիրակի օրը։ Դայն ժպտացեք, մի ժպտացեք։ Թող չիմանա, որ դու ես մկրտվել Սուրբ Հոգով։ Անժելա ջան, թող չիմանա։ Փառք Հիսուսին։ Քանի ու քանի անգամ ես պայքարել եկեղեցի կամ խմբակ չգնալու համար։ Քանի ու քանի անգամ ես պայքարել, ճիշտ ասա, եղել է, չէ։ Բայց գնացես հենց այդ տորնա Տերը յուրատուկ ձևի կպել, յուրատուկ ձևի վարձհատույց եղել։ Փառք Հիսուսին։ Կամ կանչել են աղոթքի, որ ուզում ես ցրած լինես, ուզում ես մի ձևի սենց թողես մեկը գնային, մեկը գնա, բայց հետո գնացլես ու Տերը այցելել է։ Ու շնորհակալություն ա քեզ ասել։ Ու Տիրոջ փառքն ես տեսել։ Ու հետո լցված տուն ես գնացել։ Ու ասես Տեր շնորհակալ եմ, որ դու իմ կապրիզով չառաջնորդվեցիր, որ դու թույլ չտվեցիր, ես մնամ դիվանին պարկած այդպես էլ։ Լավ, այսքան ասեցի, հիմա կուզես քեզ տամ բանալի, 3 բանալի, տալիս եմ ու գնում ենք տներով, Սատանային հաղթելու 3 բանալիներ, առաջինը, մունաթով աղոթք, չէ, կատակ եմ անում, չի անցնելու, առաջինը, Աստծո խոսքը մեր սուրն է, Հիսուսը անապատում 3 անգամ հաղթեց Սատանային, 3 անգամն էլ խոսքով, գրված խոսքով, գրված, ուզում եմ շեշտը դնել գրված բառի վրա, Հիսուս ասում էր գրված է, ոչ թե ես այսենց հայտություն ունեմ, ամբողջ աշխարհը չունի, դրա մասին գրքեր գրված չեն, բայց այստեղ են ունի այդ հայտությունը, ու այդ հայտությամբ ես քո պոչը կկտրեմ Սատանա, կոտոշնետը կջարդեմ, ու վերջդ կտամ, no, գրված է, 3 անգամ էլ գրված է, հատուկ հայտնությամբ մենք կպարտվենք, դա գրված չի, խոսքի մեջ չկա, մոտիկ էլ կոնտեքստի մեջ կա, միտեղ ինչ-որ կոնտեքստի մի բան կա, այլա պոկել, ասել սրա շուրջ հայտություն ունեմ ես, դրանով չես հաղթի,
Աստծո խոսքը մեր սուրն է։ Մենք դրանով ենք հաղթում սատանային։ Գրված խոսքով, գրվածից դուրս ոչինչ։ Փառք Հիսուսին, ով ասեց ամեն։ Ապրես։ Թշնամին չի վախենում մեր էմոցիաներից, այլ նահանջում է Աստծո ճշմարտության առաջ։ Սովորիր խոսքը, շատ կարևոր է, որ մենք խոսքի իմանանք։ Պահիր այն քո սրտում, օգտագործիր այն աղոթքի մեջ եւ փորձությունների ժամանակ։ Գրված խոսքը։ Երկրորդ բանալին։ Հավատ եւ հավատարմություն Աստծուն։ Գիտես, Հոբը կորցրեց ամբողջը։ Ամբողջը կորցրեց։ Մենակ մի կնիկ էր մնացել։ Նա ամբողջը կորցրեց, բայց ասեց, Աստված տվեց։ Աստված էլ վերցրեց։ Հիմա հարց, կնգան Աստված չէր տվել։ Չէ, իհարկե չէր տվել, կնոջը ընտրում ենք մենք, չէ, Հոբներ ընտրեք կնգան։ Դա սա կատակ։ Տես, Հոբը կորցրեց ամեն ինչ, բայց նա շարունակեց հավատալ եւ հավատարիմ մնալ Աստծուն։ Սա մեր երկրորդ զենքն է, հավատարմություն Աստծուն եւ հավատք։ Դրա հավատքը փորձվեց, բայց նա չուրացավ։ Վստահ ենք Աստծուն ոչ միայն օրհնության ժամանակ, բայց եւ փորձության ժամանակ նույնպես վստահ ենք Աստծուն։ Եթե Տերը թույլ տվի, մի բան գիտի, անցած կիրակի խոսում էի, չէ՞ սրա մասին, որ Հակոբը չէր հասկանում ուր ավորթին, եւ 25 տարի Հովսեփին կորցրած նա ապրում էր, եւ Աստված չէր բացում նրան, որ քո որդի ողջ է։ Հակոբ ջան, ողջ է քո տղեն, չէր ասում, ինչու՞ կխանգարեր Աստծո պլաններին, Աստծո ծրագրերին։ Եվ Աստված 25 տարի լռեց Հակոբի կյանքում։ Հակոբը վերջում հասկացավ, իմ որդին փաստորեն ողջ է եւ նա փրկեց իմ ազգը։ Նույնը Հովսեփը վերջում հասկացավ, որ եղբայրներ, մի մտածեք, որ ես այսօր ձեզ սպանելու եմ կամ վրեժ խնդիր եմ լինելու, այլ Աստված թույլ տվեց այս ամեն ինչը, որպիսի ու փառք Հիսուսին։ Կարճիր հավատքից, նույնիսկ երբ սատանան խլում է երկրայինը, մնանք կարճած մեր հավատքից։ Երրորդը, նորից հնազանդություն։ Հակոբոս 4:7 հնազանդվեք Աստծուն, դիմադրեք սատանային եւ նա կփախչի։ Հնազանդություն Աստծուն թակագինես։ Հիսուս հնազանդվեց հոր կամքին եւ ասեց, եթե կարելի է, այս բաժակը ես չեմ ուզում խմեմ։ Այդպես է դուրս գալիս, չէ՞։ Բայց ինչպես որ ես չեմ ուզում, այլ ինչպես որ դու ես ուզում։ Եթե կարելի է, հայ, թող որ անցնի ինձանից։ Հոբը հնազանդվեց փորձությունների մեջ։ Թանկագիններս, հնազանդվեք Աստծո առաջ եւ թշնամի մուտք չի ունենա։ Սա կլինի մեր ապահովությունը։ Խնդրեմ, որ փառաբանության թիմը գա արդեն։ Ուզենամ այսօրվա քարոզից ամփոփումն անել։ Դու մի բան վերցրեցիր։ Նա դեռ անցնենք արագ։ Ում մոտենում Աստծուն, ով մոտենում սատանան, առաջինը նա մոտենում է։ Նա մոտենում է մարդուն այն պահին, երբ որ մարդը միայնակ է, ինչ-ինչ պատճառներով։ Պատճառը ես չեմ ուզում ասել։ Դա համար սիրելի Աստծո մարդ, միայնակ մի մնա։ Դա վտանգավոր է։ Սխալ հայտություններ կստանաս, սխալ կյանքի մեջ կգնես, կորցնես։ Երկրորդը, նա մոտենում է, որ մենք խախտում ենք նրա սահմանները։ Աստծո խոսքը ասում է, որ վաղեմի դրված սահմանները մի խախտիր։ Աստված սահմաններ է դրել։ Եվ մենք չպիտի այնքան գեր հոգևորներ լինենք, որ խախտենք այդ սահմանները։ Ինքը հրեշտակապետ Միքայելը, երբ որ պատերազմում էր սատանայի հետ, նա ռինգով եւ չինով, նա իր էությամբ, զորությամբ պակասեր սատանայից։ Այն ժամանակ սատանան արդեն ընկած հրեշտակ էր, բայց նա չհամարձակվեց մի թթու բառ ասի կոպիտ ասած, այլ ասեց թող որ Աստված քեզ հանդիմանի։ Ինքը հրեշտակապետ Միքայելը, երբ որ վիճում էին Մովսեսի մարմնի համար,
գրված է, որ գիտես ինչ, կա սահման, ինքը չխախտեց, թող Աստված քեզ հանդիմանա։ Կարար սրով հանել գլուխը թռցներ։ Միգուցե կարար։ Բայց շատ զորավոր հեշտակապետ է Միքայելը։ Բայց ինքը սահմանը չխախտեց։ Վաղեմի դրած սահմանները չեն խախտում։ Այնտեղ վտանգ կա։ Որ կայացում է «Осторожно, злая собака»։ Կարդում ենք, ով այդ սահմանները երբևէ խախտել։ Մենք վախենում ենք, չէ՞։ Չէ, չեմ ուզում։ Եվ չենք մտնում այդ տարածք, ինչու, որովհետև «Zlaya собака», որ տոկի չտա։ Կամ տոկի պատստանցյան։ Շնորհակալություն։ Եվ եթե բարձր վոլտաժով բացես, գիտես, այդ կպնողին էլ չես գտնի։ Չես գտնի, չէ՞ Կարեն, այդ բարձր վոլտաժով, չէ՞։ Ինչու՞։ Հողդս կցնդի ինքը։ Մենք այլևս չենք իմանա, թե ով կպավ այդ տոկին։ Նրանից ոչինչ չի մնա։ Մոխիր անգամ կարա չմնա։ Ինչու՞։ Սահման խախտեց։ Չարը մոտենում այն պահին, որ մենք կարիքի մեջ ենք։ Չարը մոտենում է նրանց, ովքեր որ կերակրում են իրենց, սրա վրա շատ կանգառանք։ Եվ մոտենում է նրանց, ովքեր որ գնում են Աստծո կամքը կատարելու։ Նույնպես, երբ որ մենք գնում ենք Աստծո կամքը կատարելու, զինված լինենք սիրելիներս համբերությամբ, զինված լինենք սիրով, զինված լինենք ժուշկալությամբ, զինված լինենք քաղցրությամբ, բարությամբ զինված լինենք, Աստծո խոսքով զինված լինենք, գիտությամբ զինված լինենք, որ կա չարը հարձակվի, պաշտպանվենք, մեկս մյուսի համար աղոթող լինենք, սրտացավ աղոթող լինենք, որ Տերը պաշտպանի։ Պողոս առաքյալն այն ասում, աղոթեք ինձ համար։ Դուռ է բացվել, սատանան ընդդիմանում է, աղոթեք ինձ համար։ Ամփոփում։ Սատանան մոտեցավ Հիսուսին և հաղթվեց խոսքով։ Մոտեցավ Հոբին և վերջում խայտառակվեց, իսկ արդար Հոբը օրհնվեց։ Մոտեցավ Պետրոսին, որ մաղի, իսկ նա վերականգնվեց և հաստատեց իր եղբայրներին։ Մոտեցավ Պողոսին, որ խայթի, իսկ նա խոնարհվեց և հնազանդվեց մինչև մահ։ Եվ եթե նա մոտեցել է քեզ, դա չի նշանակում, որ Աստված թողել է քեզ, այլ հակառակը, Աստված վստահել է քեզ փորձություն, գիտենալով, որ կարող ես հաղթել։ Եվ եթե քեզ մոտեցել է այդ փորձությունը, չի նշանակում, որ ինքը թողել է քեզ, այլ ինքը վստահել է քեզ այդ փորձությունը, իմանալը, որ հաղթելու ես եւ այդ ուրիշներին ես օրհնելու։ Մոտեցավ Պետրոսին, որ մաղի, Հիսուս ասեց, ես աղոթեցի, որ երբ որ հաստատվես, երբ որ վերադառնաս, հաստատես քո եղբայրներին։ Նա մոտենում է բոլորին անխտիր։ Սրա համար պահենք խոսքը մեր սրտերում, ամուր կանգնենք հավատքի մեջ եւ տեղ չտանք սատանային։ Ամուր լինենք մեր հավատքի մեջ։ Ամեն։ Փառք Հիսուսին, եք աղոթենք։ Սրտումս կա հաջորդ կիրակի ես խոսեմ անապատի մասին։ Մի քիչ առաջ եկավ այդ ցանկությունը, որ ես խոսեմ հաջորդ կիրակի անապատի մասին, որովհետև բոլորս անցնում ենք այդ անապատը, կամ անցել ենք անապատը, կամ անցնելու ենք անապատը, դրա համար անապատը օրհնություն մեր համար, որ մենք փախնենք, խորտ մի բան համարենք։ Ոնց որ ասում առաքյալը, օտար բան մի համարեք, երբ որ փորձություն կգա։ Այս պլավնի պետք է հաջորդ կիրակի քարոզի մեջ։ Այսպիսով, թանկագիներս, այսպիսով հնազանդվենք Աստծուն և դիմադրենք սատանային և նա կփախչի մեզանից։ Ինչա պետք հնազանդություն Աստծուն։ Դա է մեզ պետք։ Սիրենք մեկս մյուսին, իրար համար աղոթող լինենք, իրար թևերը բարձրացնող լինենք։ Եվ թող որ այդ ամեն ինչը Տերը տենա և ուրախանա, ասի իմ զավակներն են, որտև ասես կտեսնեն ձեր սերը և իմանան, որ իմ աշակերտներն ենք։ Փառք Հիսուսին, եկեք աղոթենք միասին, հետո մի երգ կվերցնենք, կպատվենք Տիրոջը և գնանք Տիրոջ խաղաղությամբ։ Տեր իմ Աստված, շնորհակալ ենք,
Այսօր խոսքը Տեր թող որ դաշված լինի մեր սրտերի մեջ։ Օգնիր Տեր իմ Աստված, որ վերցնենք այս ամեն ինչը, այս խոսքի մեջ հաստատվենք, տեղ չտանք սատանային, չխախտենք այս սահմանները, որը որ վաղեմի դու դրել ես, չվստահենք մեր հասկացողությանը, մեր հատուկ հայտություններին, Տեր, այլ ամեն ինչ հաղթենք գրված խոսքով, որը դու տվել ես մեզ։ Մենք օրհնում ենք քեզ քո սուրբ անունը, Տեր, օրհնիր մեզ, որ մենք միշտ հաղթողներ լինենք եւ ավելին քան հաղթողներ։ Եվ քո հաղթանակած դրոշակները Տեր ծածանենք մեր տարածքի, մեր այս բոլոր գյուղերի եւ քաղաքի բլուրների վրա։ Իսկ քո անունը փառավորվի հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Տեր օրհնի քեզ ու պահի քեզ։ Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ իր խաղաղությունը քեզ տա։ Եվ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը, Սուրբ Հոգու հաղորդությունը ամենքիս հետ։ Ամեն։ Գնաս Տիրոջ խաղաղությամբ, Տեր օրհնի քեզ շատ։